Մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված եւ սեղմեք զանգակոճակին, որպեսզի նորությունները բաց չթողնես։ Մինչև վերջը դիտեք, շատ կարևոր է, սերիալում ինտրիգները ավելի են շատանում, Հունանը նորից հանգիստ չի նստում իր տեղը եւ գնում է հիվանդանոց ու տեսնում է Ավոյին, նրանք խոսում են իրար հետ եւ Ավոն ասում է, որ իմանաս ողջ կմնաս, մի վայրկյան էլ ձեռքդ չի դողա ու կսպանես ինձ։ Ինչ եք կարծում Ավոյի համար Էռնան իր եղբորից վրեժ կլուծի, իսկ Ավոն իր հայրիկին է մեղադրում, որ դու Ռոֆոյին թևեր չտայիր, որ քո երեխան կապրեր, ինքն էլ անօրինական մարտերի մեջ չէր մտնի ու հիմա էլ իմ աղբերը ողջ կլիներ համել թոռդ։ Կարդամ ձեզ համար մի մեկնաբանություն, որը գրել է բաժանորդներից մեկը. Մենք չենք ուզում, որ Դավիթ պապը մահանա, Դիանա ջան, դու փոխիր սյուժեն, թող պապը տեսնի իր թոռների երջանկությունը, գիտենք, որ շատ դժվարությամբ, բայց կհասնեն արդարության ու երջանկության։ Դիանա ջան, այս բոլորը քո ձեռքում է, դու ես սցենարիստ է։ Դե ինչ, մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված, եւ սեղմիր հավանում կոճակին։